Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր նոյեմբերի 11-ն է եւ սա արդեն մեր թվով երկրորդ հաղորդումն է։ Առաջի հաղորդումը ավելի տեղեկատվական բնույթ էր կրում։ Քննարկում էինք Քոչարյանի հայտարարությունները, Սերժ Սարգսյանի, նաեւ Փաշինյանի հայտարարությունները, սակայն այսօրվա, այս ավելի ճիշտ հաղորդման մեջ առաջարկում եմ ավելի շատ վերլուծական մի կարևոր հարցի վրա կենտրոնանալ, այսինքն մեր այս հաղորդումը ավելի շատ վերլուծական բնույթ է կրելու, քանի որ ինձ մի քանի օրերի ընթացքում մեկ հարց է սկսել շատ ավելի հուզել, թե ինչ խաղ է նախաձեռնել Ադրբեջանը։ Հասկանում եմ, որ Հայաստանում ներքաղաքական շատ լուրջ process-ներ են ընթանում, դրանք դեռևս չեն հասել բնականաբար գագաթնակետի այդ ամենը եւս կապ ունի արտաքին կատարվող իրադարձությունների հետ, փորձենք դրանք եւս կապել, բայց ամենակարևորը սիրելի հայրենակիցներ այն է, որ ես տեսնում եմ քաղաքականության փոփոխություն Ադրբեջանի իշխանությունների մոտ ու այդ փոփոխությունները միանշանակ դրական չեն։ Ես դա զգում եմ նաեւ Հայաստանի իշխանությունների հայտարարություններից, կոնկրետ Փաշինյանի հայտարարություններից, որ մի բան փոխվել է ադրբեջանական հայտարարություններում եւ Ադրբեջանի քաղաքականության մեջ։ Մենք մի քանի հաղորդում խոսել ենք այս մասին։ Հիմա առաջարկում եմ ավելի մանրամասն հասկանալ, թե իրականում ինչ է փոխվել։ Ընդամենը օրեր առաջ, երբ որ Փաշինյանին հարց ուղեցին, թե իր կարծիքով ինչու Ադրբեջանը գնաց խաղաղության կնքմանը, Փաշինյանը շատ պարզ եւ հետաքրքիր մի պատասխան տվեց, որ ինքը պատկերացնում է, որ Ադրբեջանը եւս ուներ ինքնիշխանության հետ կապված խնդիր։ Ադրբեջանը եւս սկսեց հասկանալ, այսինքն Փաշինյանը դա այդպես ասաց, բայց մենք ավելի բացենք փակագծերը, հասկանալ, որ կարող է իրենք ունան ինքնիշխանության հետ խնդիր, ինչպես որ դա ունի օրինակի համար Ուկրաինան, Վրաստանը, քանի որ Վրաստանի տարածքները եւս բռնազավթված են եւ ոչ միայն մի մասն է բռնազավթված, այլ Վրաստանը ամբողջությամբ է ուզում Ռուսաստանը բռնազավթել, Ուկրաինան ամբողջությամբ, բնականաբար նաեւ Ադրբեջանը, Մոլդովան, Հայաստանը, Ղազախստանը, այսինքն այդպես շարունակ, հետ խորհրդային բոլոր երկրների մասին է խոսքը։ Եվ անկեղծ ասած մենք էլ վերլուծում էինք եւ տեսնում էինք, որ Ալիևը լարվում է կոնկրետ Ռուսաստանի Դաշնության հետ հենց դրա նպատակով, որպիսի մի փոքր դիստանցավորվելով, այդ ռուսկի դոմերը փակելով, սպուտնիկները փակելով, այդպեսի մեծ ջեծուջարդի ենթարկելով ռուս լրագրողներին, հասարակական գործիչներին, հիշում եք այդ պատմությունները, իրենց ինքնաթիռի խոցումից հետո եւ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ձերբակալումից, ծեծուջարդից եւ սպանություններից հետո Ռուսաստանի Դաշնությունում մեզ բոլորին հուշում էր այդ ամենը մեկ բան, որ Ադրբեջանը սկսել է զբաղվել իր ինքնիշխանության ամրապնդմամբ։ Եվ դրանից հետո մենք տեսանք, որ հանդիպում տեղի ունեցավ Ալիևի եւ Փաշինյանի միջև եւ խոսվում էր, որ կարող է նաեւ շուտով ստորագրվի խաղաղության պայմանագիր եւ դրանից հետո միանգամից օգոստոսի 8-ին արդեն Վաշինգտոնում Թրամփի ներկայությամբ, միջնորդությամբ, շատ ակտիվ մասնակցությամբ տեղի ունեցավ օգոստոսի 8-ի այդ հռչակագրի ընդունումը, ստորագրումը եւ շատ մի քանի կարևոր փաստաթղթեր այդ ժամանակ ստորագրվեցին, այդ թվում նաեւ Թրամփի երթուղին եւ որոշում կայացվեց, որ տրանսպորտային երթուղիները պետք է ապաշրջափակվեն։ Այդ ժամանակ սիրելի հայրենակիցներ ամեն ինչ մեզ թույլ էր տալիս վերլուծություն անելու նրա համար, որ Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է։ Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է մեր տարածաշրջանում եւ անկեղծ ասած կարծես թե Ռուսաստանը նոկաուտի մեջ հայտնվեց։ Ես իրենց հայտարարություններից տեսնում եմ, որ իրոք շատ ծանր իրավիճակում են գտնվում, նույնիսկ նորմալ չեն կարող մեկնաբանել տեղի ունեցածը, թե ինչ ստորագրվեց Վաշինգտոնում, շատ զգուշավոր, խեղճակցված իրավիճակում հայտնվեցին ռուսները, այսինքն Ռուսաստանի քաղաքականությունը։ Կարծում եմ դուք էլ կհիշեք, շատ ժամանակ չի անցել ու ինչ ենք տեսնում մենք դրանից հետո։
տեսնում ենք այն, որ ճիշտ է Ալիևը մի կողմից հիմա համաձայնվեց հանել բլոկադան դեպի Հայաստան գալող բեռնատարների համար ճանապարհները բացեց, ավելի ճիշտ դերևս երկաթ գծով հացահատիկ Ղազախստանից եւ Ռուսաստանից տեղափոխելու համար, բայց Ռուսաստանը շատ ակտիվ իրար անցավ, ակտիվ բանակցեց եւ առաջինը ռուսական հացահատիկը հասավ Հայաստան։ Ինչ էր սա։ Ճիշտ է, շատերի մոտ դա ողջավորություն առաջացրեց, իմ մոտ զգուշավոր լավատեսություն, դրա մասին եւս խոսել ենք, բայց զուգահեռաբար Ալիևը սկսեց անել այնպիսի հայտարարություններ, որոնք որ ինչ որ միտեղ նմանային իր նախորդ ռազմատենչ հայտարարությունների մի փոքր մեղ, մի փոքր ավելի զգուշավոր, բայց ասում է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան, դա էլ ճակերտների մեջ վերադառնան Հայաստան, ասում է, որ բնակավայրերը, քաղաքները, գյուղերը ադրբեջանական ծագում ունեն, նույնիսկ Սևանա լճին էր անվանում կպցրել, որից հետո մենք արդեն տեսանք Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, Ալեն Սիմոնյանի, Ռուբեն Ռուբինյանի, Նիկոլ Փաշինյանի եւ բավականին կոշտ հայտարարություններ, կոշտ, բայց առանց հասնելու դիվանագիտական այդ կոռեկտությունը։ Մենք դրանից առաջ էլ տեսանք Պուտինի եւ Ալիևի մերձեցումը, բարաշել այսպես ասած, հետո նաեւ հեռախոսազանգը ու կրկին վերջին այս օրերին կարելի ասել մեկ շաբաթ է կամ մի փոքր ավել, շատ չէ, այսինքն այս օրերին մենք տեսանք, որ Ռուսաստանի ոճը կրկին փոխվեց հարավային Կովկասի նկատմամբ, փոխվեց ադրբեջանական հայտարարությունների ոճը, Բայրամովի հայտարարությունները փոխվեցին, նաև այլ պաշտոնյաների հայտարարությունների մեջ մենք տեսանք փոփոխություն Ադրբեջանի եւ կրկին այդ ամենի մեջ տեսա ես անձամբ սինխրոնացում Ռուսաստանի քաղաքականության հետ։ Ինչ է սա, սիրելի հայրենակիցներ, հիմա Ադրբեջանը թույլատնում է Ռուսաստանի ազդեցությունը հարավային Կովկասում, գնում է դեպի արևմուտքի հետ մերձեցում, թե կրկին փոխեց քաղաքականությունը եւ վերադարձավ ռուսական դաշտ։ Իրականում Ադրբեջանը փնտրում է ուղիներ, թե ինչպես ավելի էֆեկտիվ կկարողանա ճնշումներ գործադրել Հայաստանի վրա։ Եվ Ադրբեջանը կրկին մեկ անգամ եւս համոզվեց, որ արևմուտքի միջոցով որևիցե ճնշում ինքը չի կարողանալու եւ իրեն թույլ չեն տալու իրականացնել Հայաստանի նկատմամբ։ Ինքը դրանում ավելի լավ համոզվեց, վերջնական համոզվեց եւ այն ժամանակ ուղղակի ինքը հնարավորություն չուներ չգնալ Վաշինգտոն Ալիևը եւ այդ փաստաթուղթը չստորագրել Թրամփի ներկայությամբ, քանի որ շատ լավ հասկանում է, որ խնդիրները շատ մեծ ավելի կլինեին։ Եվ հիմա երբ որ անցավ իմ փոքր ժամանակ, ինքը հասկացավ, որ շատ արագ պետք է բարելավել Հայաստանի Ադրբեջանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, որպեսզի այդ էֆեկտիվ ճնշման միջոցը շարունակվի գործադրել Հայաստանի վրա։ Եվ հիմա պատահական չէ, որ Քոչարյանը եւս կրկին ակտիվացավ եւ այդպիսի հայտարարություններով հանդես եկավ։ Այսինքն կրկին բոլորը հիշեցին Ռուսաստանի դաշնությանը։ Ու կրկին բոլորը Հայաստանի սուվերենության ինքնիշխանության թշնամիները հիշեցին, որ Հայաստանի վրա ամենաէֆեկտիվ ճնշում գործադրելու միջոցը դա Ռուսաստանի միջոցով ճնշում գործադրելն է Հայաստանի վրա, հիշեցնել Ռուսաստանի ներկայության մասին, հիշեցնեմ, որ նաև Ռուսաստանի դեսպաններ Ադրբեջանում ակտիվացել, հայտարարություններ անում նաև Սյունիքով անցնող ճանապարհի վերաբերյալ կրկին ռուսները սկսել են Միչանցկ անվանել այդ ճանապարհը, այսինքն այս ամենը մեզ հուշում է, որ կրկին Ադրբեջանը սկսել է Ռուսաստանի միջոցով ճնշում գործադրել Հայաստանի վրա, բայց դա չի նշանակում, որ այս պահին Ադրբեջանը եւ Ադրբեջանի նախագահը հրաժարվում են Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից։ Ինչու չեն հրաժարվում։ Միանշանակ այդ փաստաթուղթը այդքան էլ իրենց ծերնդու չէ։ Այս մեկ-մեկ երբ որ ժամանակ լինում է, հաճախ չի լինում։ Բայց երբ որ լինում է ժամանակ, փորձում եմ որոշ բլոգերների, հայ փորձագետների լսել, բայց նրանցից մի մասը ուղղակի այնպիսի հետևություններ անում, որ ես ուղղակի զարմանում եմ, սիրելի հայրենակիցներ, որ իբր
թրիփը շատ մեծ վնաս կարող է տալ, վնաս կարող է հասցնել Հայաստանի Հանրապետության շահին։ Իրականում Թուրքիան եւ Ադրբեջանը թրիփի միջոցով չեն ստանում այն, ինչ ցանկանում էին։ Իրենց ցանկությունը միանշանակ միջանցք էր, իսկ միջանց նրանք չստացան։ Դրա փոխարեն իրենք ստացան ճանապարհ։ Եվ դա իրենց զայրացրեց, եւ դա իրենց սրտովը չէ։ Այսինքն ոչ Թուրքիան է գոհ այդ փաստաթղթի ստորագրումից, ոչ Ադրբեջանը եւ ոչ էլ Ռուսաստանը։ Եվ դա ստիպեց Ադրբեջանին, քանի որ իրենք ստիպված էին գնացել Վաշինգտոն, Ալիևին մի քանի տեղ տեսել եմ այդ արտահայտությունը եւ ճիշտ է բերման էին ենթարկել, որովհետեւ այդ փաստաթուղթը ինքը ստորագրեր, դրա համար ինքը արագ կրկին բարելավեց իր հարաբերությունները Պուտինի հետ, Ռուսաստանի Դաշնության հետ, որպեսզի շարունակի ճնշում գործադրել Հայաստանի վրա։ Արագ կրկին հիշեցին Եվրամիության դիտորդական առաքելության մասին, որ արագ պետք է հեռացնել այդ դիտորդական առաքելությունը Հայաստանից եւ ոչ թե միայն հայ-ադրբեջանական սահմանից, այլ պետք է ընդհանրապես հետ վերադարձնել, խոսեցին, որ Հայաստանը կրկին զինվում է, այսինքն ես ինչու եմ սա ասում, երբ որ դատարկ վերլուծություն ենք անում, դատարկ ասելով առանց փաստերի ամրագրման, կարող է որոշների մոտ կասկած առաջանա մեր խոսքերի եւ խոսելով ես անընդհատ հիշում եմ, թե ինչու եմ գալիս այս եզրահանգման։ Եթե շարունակենք, ելի շատ բան կարելի է հիշել։ Ու փաստը այն է, որ կրկին փոխվեց Ադրբեջանի հռետորաբանությունը։ Իրենց միանգամից անհրաժեշտ եղավ հեռացնել Եվրամիության դիտորդական առաքելությունը Հայաստանից։ Այնինչ մի քանի ամիս դրա մասին մոռացել էին, ոչինչ չէին ասում, սիրելի հայրենակիցներ։ Բայց կրկնեմ, ես համոզված եմ, որ իրենք հիմա չունեն այդ համարձակությունը, չունեն այդ հնարավորությունը հրաժարվելու Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Դոնալդ Թրամփի մասնակցությամբ ստորագրված այդ կարևոր փաստաթղթից, եռակողմ փաստաթղթից, եւ հիմա ուղղակի սպասում են շատ հարմար մի պահի, որպեսզի ինչ որ չափով հետ քաշվեն այդ փաստաթղթի իրականացնելուց եւ հետո դուրս գան։ Եվ այդ դուրս գալը եթե լինի եւ եթե տեղի ունենա, դա տեղի ունենա միայն այն ժամանակ, եթե Ռուսաստանի Դաշնությունը ամրանա ու հզորանա, իսկ Թրամփը կորցնի իր դիրքերը եւ հնարավորությունները։ Իսկ մենք տեսնում ենք, որ այսօր աշխարհում Ամերիկայի Միացյալ Նահանգների հեղինակություն չեմ կարող ասել, բայց Թրամփի հեղինակությունը կոնկրետ շատ բարձր է։ Թեկուզ եւ շատ վատ իմաստով, թեկուզ շատերը չեն սիրում, բայց վախենում են եւ ստիպված չսիրելով հանդերձ հաշվի են նստում։ Նույնն է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ։ Ինքը հասկանում է, որ հաշվի չեն նստել Դոնալդ Թրամփի հետ, դա իր համար ինքնասպանության նման մի գործ է, դրա համար ինքը ստիպված հաշվի է նստում Ալիևը Թրամփի հետ, բայց ձերքի հետ հող է նախապատրաստում, որ կրկին անի այնպես, որպեսզի Հայաստանի մեղադրի այդ փաստաթղթի, ստորագրված փաստաթղթի կետերի խախտման մեջ Հայաստանի վրա բարդի, որ այդ փաստաթուղթը չի գործում եւ դրանով արդարացնի իր իսկ անգործությունը, իր իսկ հռետորաբանությունը եւ իր իսկ գործողությունները եւ կամաց կրկին առաջին պլան բերեն Ռուսաստանին։ Այն որ Ալիևը կունենա ինքնիշխանության այդ խնդիր, դա միանշանակ է։ Բայց ինքը իր մեջ երկու ընտրություն ունի իրականում, վնասել Հայաստանին, վնասելով իր սեփական ինքնիշխանությունը, թե ամրապնդել սեփական ինքնիշխանությունը, նույն ժամանակ հայկական մասով որևիցե զիջման չհասնել եւ նպաստել նաեւ հայկական ինքնիշխանության եւ պետականության ամրապնդմանը։ Եվ մինչև վերջ կարծես այս պահին Ալիևը իր մեջ որոշում չի կայացրել, թե որ ճանապարհով է ուզում վերջնական ընթանալ։ Կրկնեմ, մի պահ բոլորի մոտ տպավորություն ստեղծվեց, նաեւ Փաշինյանն էր այդ մասին խոսում, որ Ալիևը ընտրել է այն ճանապարհը, որ ուզում է ամրապնդել Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Կրկնեմ, եթե ինքը Ռուսաստանին սկսի կրկին ներս բերել տարածաշրջան, ինքը դա անելու է, ստիպված անելու է իր ինքնիշխանության հաշվին, որպեսզի կարողանա ոչնչացնել Հայաստանի ինքնիշխանությունը եւ հասնել Հայաստանից առավելագույն զիջումների, նաեւ տարածքային զիջումների։ Ահա այս
լուրջ ընտրության առջև է կանգնած Ալիևը, սակայն կրկնեմ, քանի դեռ Թրամփը ուժ ունի եւ ոչինչ մեզ չի հուշում, որ Թրամփը պետք է թուլանա, Թրամփի դիրքերը պետք է թուլանան, ապա Ադրբեջանը այս պահին պատրաստ չի պատրաստվում հրաժարվել այս ստորագրված փաստաթղթին, սակայն դրա հիմքերը արդեն իսկ դնում է, շատ զգուշավոր ձևով դրա հիմքերը դնում է, որպեսզի հարմար պահին հասցնի իրավիճակը նրան, որ հրաժարվի Վաշինգտոնյան փաստաթղթերից։ Ես հիմնականում լավատես եմ, դուք լավ գիտեք, որ մեր հաղորդումները հիմնական ավելի լավատեսական են, բայց վերջին շրջանում Ադրբեջանի գործողությունները ինձ ճիշտ ասած հակառակի մասին են սկսել կրկին հուշել եւ Ալիևի կողմից ատելությունը Հայաստանի հայ ժողովրդի նկատմամբ եւ հայկական պետության նկատմամբ այնքան մեծ է, որ ինքը կարող է նաեւ գնալ այդպիսի ինչ որ զիջումների, չեմ ասում լրիվ կզիջի իր ինքնիշխանությունը Ռուսաստանին, բայց կարող է գնալ նաեւ ինչ որ զիջումների հանուն նրա, որպեսզի փորձի վերջ դնել հայկական ինքնիշխանությանը եւ գրավի Հայաստանից տարածքներ։ Դրա համար են ակտիվացել նաեւ Հայաստանում 5-րդ Չարասյան ներկայացուցիչները, դրա համար այս ամենը տեղի ունեն, սիրելի հայրենակիցներ։ Եվ ինչպես որ ես համոզված էի մեր նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ, 2 օր 3 օր առաջ, այսօր եւս պետք է մեկ գաղափար հայտնեմ, որ ինչքան շուտ Ամերիկայի Միացյալ Նահանգները հասկանան մեր օգնությամբ, որ այսպիսի խաղեր է խաղում Ալիևը, կոնկրետ Դոնալդ Թրամփը պետք է հասկանա, եւ Դոնալդ Թրամփին պետք է ասվի, այդքան հնարավորություն շատ կունենան կանխել Ալիևի խաղը այդ ուղղությամբ, կոնկրետ մեր ուղղությամբ, որով որ նա ուզում է հասնել մաքսիմալ զիջումների Հայաստանի նկատմամբ։ Սա էր հիմնականում սիրելի հայրենակիցներ, այսինքն այս պայդարությամբ ես չեմ տեսնում որևիցե վտանգ, որ Ալիևը չեղարկելու է այդ պայմանավորվածությունները եւ հարձակվելու է Հայաստանի վրա, սակայն տեսնում եմ հստակ միտումներ, շատ հստակ միտումներ, որ Ալիևը կամաց կրկին հող է նախապատրաստում եւ վաղը արդեն սկսելու է Հայաստանին մեղադրել այդ պայմանավորվածությունների խախտման մեջ եւ փորձելու է հարմար պահի, եթե այդպիսի պահ լինի, դուրս գալ այդ պայմանավորվածություններից եւ հետո նոր փորձի պատերազմ սկսել ընդդեմ Հայաստանի եւ հայ ժողովրդի։ Սա էր հիմնականում եւ կրկնեմ միտքս, ինչքան շուտ մենք համոզվենք այս ամենի մեջ, այս իրականության մեջ եւ ինչքան շուտ սկսենք ավելի փաստարկված, ես համոզված եմ, որ միանշանակ Հայաստանի իշխանությունների ձեռքին, Հայաստանի փորձագիտական շրջանակների ձեռքին կան նաեւ բազմաթիվ լավ փորձագետներ, կան նաեւ բազմաթիվ փորձագետներ Հայաստանից դուրս, հաջողված հայեր, հասարակական գործիչներ, եթե մենք բոլորս համախմբվենք մեկ գաղափարի շուրջ, օգնենք հասկանալ այդ իրականությունը, որը որ մեր շուրջ փորձում է ստեղծել Իլհամ Ալիևը եւ Հարավային Կովկասում ինչ է ուզում ստեղծել Իլհամ Ալիևը, այդ իրականությունը ինչքան լավ հասկանանք, փաստարկված ներկայացնենք Դոնալդ Թրամփի վարչակազմին, այնքան շատ է հնարավորությունը կանխել այդ ռուս-ադրբեջանական դավադրությունը մեր ուղղությամբ։ Այս պայդարությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։